Չեք մտածում։ Չէ, մի վարժա, մի րոպե, մենք իրան բան չենք անելու, սա ումա պետք որ։ Ես այնքան Հիմա եմ լսի։ ես ազգին, որ այդքան Հա, ինչով ես պետք եղել, մի հատ ասա իմանամ, ինչով ես պետք եղել։ Նրանով ինձ նախ ես քո համար քեզ չեմ, այ աֆիցիանտ։ Ով աֆիցիանտ։ Հենա տեր շորերից դե ես գիտեի դու աֆիցիանտ ես, ընդես նոր ես դուրս եկել։ Հիմա դու լսի, դու ոնց ես ասում ես ձեզ եմ փրկելու, դու ով ես, թազա փրկի չենք ստացել, մեր երկիրը սաղ փրկում են։ Ով առավոտ, նայ Ջորջան, ես մի հատ պատերազմներով 7 անգամ լսի, վիրավորված։ քեզ պետք է շամպես, որ իմ այմ ավտոից կապեմ, կփրկեմ թե չէ։ Ում։ Քեզ։ Մի րոպե լե, մի վարքան շունը որ տեր չունի։ Խյաշո։ Շանտերը ես է։ Դու ինչ տեր ես, արա շուննա քո տերը։ Ես եմ այդ շանը։ Ձեր քաշի էսա նա չափալախ կուտես։ Չես կարա չես։ Ով ասեց։ Ով ասեց։ Որ հիմա չափալախ տամ ինչ ես անելու։ Վայ դու ով ես արա, պրոստը ձեռներս չեմ ուզում կեղտոտեմ։ Ասեմ չես։ Ինչ մի րոպե էլի, ճիշտ բան։ Դո ճիշտ դու մարդու նկատմամբ են ճիշտ բան։ Այդ պարանը պիտի վերցնեի քցեի վզովը։ Առես պարանը, քցի վզովը։ Դու գնա անասուն։ Մի րոպե էլը։ Խի որ շունը տեր չունի դրա համար դու այ վիժվածքը լը կանգնի է, սպասիլը։ Կանգնի այ ոչխար։ Ինչը հանգստանամ, հələ կանգնի այ ստոր։ Դվարնյաշկա էլ չես է, որ քեզ ասեմ, այ փրկիչ։ Խելքդ գլուխդ հավաքի, քո համար ստեղ։ Արա ինչ արձանագրեն, որ դու անասուն ես։ Արձանագրել ամբողջ։ Սաղ արձանագրած է, սաղ ազգը նայում է։ Նստի մեքենատ քանի չեմ հասե քեզ։ Ինչ անտեր շուն ես տեսել։ Հա, նստի մեքենատ ասում եմ։ Հա։ Այ դուք եք գողացած, շունը իմ։ Դու գողը դու ես ու քո հերն ու մերն են եղել, որ քեզ երևի մանկատանից գողաց է բերել են, թրքի լամուկ։ Մի րոպե։ Ոչխար։ Չափլախ։ Հեն այն մեկին է կապի ավտոյից է այդ ժիլետովին ու փրկի։ Այդ ակնոցներով կապվի ավտոյից ու փրկվի։ Ադե շոուն դու ես ու քո աֆիցիանտ վիճակը։ 3 ռուբլու եղած ինչ ա եղել։ Չեն տվել էլի։ Հա, ոչի, բա Ժորջան, մի րոպե էլի, հələ մի վարքյան էլի, ես հենց էս չի։ Ուրեմն նայեք էլի, հարգելի կարգադրիչներ, երբ որ ես մենակ ստեղ կանգնած եմ, ես կենթանի էլ չէ, կենթանին ափսոս է։ Տուն մոտիկացավ ու սկսեց պատմել ու տիպը ես հեսա ձեզ բոլորիդ փրկելու եմ, ես առաջ անգամ եմ տենում, ես չգիտեմ սա ինչ պայմանավորվածություններ ունի, որ դատից առաջ մեղադրյալ իրան սենց պահում է ու ոչ մեկի չտեսանք այդ ժամանակ գայք խառնվեք։ Տուզիկ էլի, տուզիկ։ Այն որ սենց մենակ մարդ են տենում գալի ուզում է բան ասի, այս ոչնչությունը։ Ուղղակի չհասցրեցի սրան մի հատ ապտակ տամ, որտեղ մի ապտակը ծեծել չի։ Մի ամիս հանրային աշխատանքի կգնայինք շների կացարանը կմաքրեինք։ Ու սա, նայեք, ժորդ ստեղ մի հատ լուրջ խնդիր կա, որ ուզում եմ ես ասեմ, ու սա օրենսդրական խնդիր է։ Քանի որ կենթանիները, նավառանանք թափառող կենթանիները տեր չունեն, մենք հաղորդումները տալիս ենք, բնականաբար մեզ տուժող չեն ճանաչում, որովհետև չեն ճանաչում, չնայած տուժող հասկացությունը գրված է, որ տուժող այն մարդ, որ հոգեկան ցավ է ապրել այդ կատարված գործողությունից։ Այսինքն եթե մենք հոգեկան ցավ չապրենք, որևէ մեկս հաղորդում չենք տա։ Ու սրապես տահակները օգտվելով նրանից, որ այդ շունը տեր չունի, այսինքն ստեղ մենակ մեղադրող դատախազն է, ու մենք չենք կարող որևէ իրավունք չունենք, որպեսզի մենք բողոքարկենք, որպեսզի մենք մասնակցենք, որպեսզի սենց անասունի, այսենց վիժվածքի, որ տեսում եք ավտոն նստում է նոր այնքան դեղից գոռում։ Էսա, սրա տղամարդ չի, սա սողուն է, սողուն։ Ու հիմա մենք իրականում, այսօր երբ որ մենք խոսում ենք կենթանիների նկատմամբ պատասխանատու օրենքի վերաբերյալ, մենք պետք է պարտադիր հասնենք նրան, որպեսզի այն անձը, ով որ հաղորդում է տալիս թափառող կենթանուն խոշտանգելու համար, գոնե քրեական վարույթով տուժող ճանաչվի, որ մենք կարողանանք այսենց ապրանքների դեմ պայքարենք։ Մեկ են մարզպետնա կատու տանջող, որ մենք խնդրողի դերում ենք, որպեսզի խնդրենք, որ դատախազը բողոք գրի, կամ միտինգ անենք, կամ ակցիա անենք։ Մենք ակցիայի կարիք չունենք ստեղ։
Եթե իրավապահ համակարգ աշխատի, մենք այսօր դատավորից ընդհանրապես բողոք չունենք, մարդը ամեն ինչ ասեց, սրան փագեք, սրա կապածներից, երևի մի հատ է իրանա կապ է ավտոյից, դրա համար է եկել նկարելու։ Նայեք, ուրեմն լսեք ասեմ ժողովուրդ, հիմա ինչի մասին է խոսքը։ Օրենսգրքում պետք է լինի այդ փոփոխությունները, որ պարտադիր տուժողի ինստիտուտը իրականում ինքը աշխատի։ Որովհետև մենք այսօր անձայն, մենք հաղորդումը տալիս ենք, մենք գալիս ենք ստեղ ու ի վերջո մենք բացարձակապես որևէ իրավունք չունենք։ Սա իմ համար շատ կարևոր է։ Երկրորդը, ես կարծում եմ, որ այստեղ քրեական վարույթի քննությունը թերի է եղել, որտեղ սա անմեղսունակ էր ոնց որ չէր ինքը ընկալում, ինչի մասին է խոսքը։ Համաձայնացված վարույթով համաձայնվել է, հետո ասում ես համաձայն չեմ, շատ դաժան չեմ վերաբերվել, շանը փրկել եմ։ Ես շանը փրկել եմ, այս էլ մյուս փրկվածները հետի, նայեք։ Հիմա սրանց ոնց պարանը չառնես, կապես դրա ավտոյից, այդից ավտոյով քաշ տաս։ Եթե օրենքը չգործի, սա բերելու է բոլորին ինքնադատաստանին։ Այո։ Միանշանակ համաձայն։ Բան ունեք ասելու ժողովուրդ ավելացնելու։ Մենք իրականում հոգնել ենք, էլի։ Մենք մեր բան ու գործը թողած ընկել ենք դատարաններով։ Ինչի համար։ Ու վերջում մենք ձայնազուրկ ենք, հեսա վերցրեք։ Ուրեմն երկու խոսք էլի ընդամենը։ Ես հասկանում եմ, որ մեր երկրում շատ կարևոր է տերտերների հարցը, շատ կարևոր է, չգիտեմ, քաղաքապետերի հարցը, բայց ես զարմանում եմ, որ մեր այսօրվա Հայաստանի Հանրապետության կառավարությունը աչք կա փագում կենթանիների հանդեպ դաժան վերաբերմունքի վրա։ Բազմաթիվ քրեական գործեր կան, տիկին Մարինա Պողոսյանը նշեց երկուսը, ես կարամ նշեմ 32-ը, որոնք ընդամենը կոծկվում են դատախազություններում ու քննչական բաժիններում։ Ես խնդրում եմ, ուշադրություն եմ գրավում Հայաստանի Հանրապետության կառավարության։ Սա շատ լուրջ հարց է։ Սա միայն դաժան վերաբերմունք չի կենթանիների հանդեպ, սա նաև փողերի լվացում է, այն փողերի, որ մենք ենք հարկ վճարում, մեր հարկերն է մսվում։ Դաժան վերաբերմունք եղել է սրա ծնողների կողմից, որ սա ծնվել է մարդկության հանդեպ։ Ես խնդրում եմ, բազմաթիվ քրեական գործեր կան Հայաստանի Հանրապետությունում կենթանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասով։ Խնդրում եմ հետևողական եղեք, չնայած ես շատ ճիշտ ասած չեմ հավատում, որ իմ ձայնը տեղ կհասնի, բայց իմ պարտքն է, որ ես բարձրաձայն եմ։ Շնորհակալություն։ Մի փոքր բան էլ հավելեմ, որ եթե հաջորդ հանդիպմանը, այսպես ասած, արդյունքը չլինի այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք, որ օրենքի սահմաններում, որ այդ մարդը պատժվի, թող ոչ մեկ չմտածի, որ վերաքննիչ դատարան գործը չի գնալու, որովհետև մենք ոնց որ մարզպետի դեպքում, տենց էլ իր դեպքում կհասնենք նրան, որ գործը կգնա վերաքննիչ դատարան։ Հետևաբար իրան ստանդիմաց, եթե ուզում է, մի 500 հոգի մարդ հավաքենք, բերենք, ուղղակի դատավորը այնքան լավ վարեցին իստեղ, որ չենք ուզում դատարանից դուրս ինչ-որ բան անել, բայց առաջի մասը իհարկե դա ամենաթույլ պատիժն է լինելու։ Այնուամենայնիվ մենք հետևողական ենք լինելու, տեսնենք ինչ արդյունքներ կունենա։ Արդյունքը մենք ենք հասնելու այդ արդյունքներին, որևէ մեկը չկասկածի, էլի եմ ասում, ես ուզում եմ, որ օրենքը գործի։ Եթե օրենքը գործի, մենք բոլորս մեր տները կնստենք, ոչ մեկ դե PR-ի կարիք չունի, ընդհանրապես ոչ է շոու անելու, բայց ստիպված ենք գալիս։ Այսքանը։